Բարի առավոտ։ Բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, բարի առավոտ, այսօր Մարտի 12-ն է արդեն ու շաբաթը կիսվել է, այսինքն չորեքշաբթի է, ողջունում ենք բոլորին։ Հետաքրքիր ու հագեցած հյուրաշատ եթերներ են հաջորդելու միմյանց, մենք էլ սիրով ու բարձր տրամադրությամբ իհարկե օրը սկսում ենք ձեզ հետ մեր շատ սիրելի հեռուստադիտողներ։ Դե մարտի 12 օրացույցում նշվում է որպես համացանցում խոսքի ազատության օր եւ ախ այդ համացանցը եւ այդ խոսքի ազատությունը համացանցում։ Նման օրվա գաղափարը պատկանում է լրագրողներ առանց սահմաններ միջազգային կազմակերպությանը եւ նպատակն է պայքարել գրաքննության դեմ։ Իհարկե դա շատ վիճելի արդեն դառնում մեր օրերում։ Այո, համացանցում խոսքի ազատության օրն առաջին անգամ նշվել է 2008 թվականին եւ այս տարիների ընթացքում իհարկե շատ բաներ են փոխվել, այդ թվում խոսքի ազատության նկատմամբ մարդկանց վերաբերմունքն ու ընկալումը համացանցի գերազանցումն ու համացանցային գրառումների նկատմամբ սահմանափակումները իհարկե։ Այո, մարդու խոսքը անշուշտ պետք է ազատ լինի, բայց չպետք է խախտվի այն սահմանը, որից այն կողմ արդեն իսկ վիրավորանքն է, կեղծ տեղեկատվությունը, զրպարտանքը, իսկ մեր օրերում շատ հայհոյախառն արտահայտությունները, հուսով ենք այդ ազատության եւ անարխիայի սահմանը յուրաքանչյուր մարդ ինքն իր համար կարող է հստակ գծել, իսկ լավ երաժշտությունը այդ սահմանագծի համար շատ կարեւոր է։ Այո, իհարկե, շատ կարեւոր բաղադրիչ է եւ առաջարկում եմ օրը սկսենք հենց լավ երաժշտությամբ, դիտենք տեսահոլովակ, լսենք երաժշտություն եւ վերադառնանք մեր ընթացքին։ Բարի առավոտ է, ինչ արտակ, այո, շնչեցինք, արտաշնչեցինք, խորը շունչ քաշեցինք եւ վերադարձանք մեր աշխատանքային ընթացքին, իսկ աշխատանքային շաբաթի ընթացքը, աշխատանքային շաբաթն արդեն ընթացքի մեջ է, օրը նույնն է, նոր է սկսել առջևում շատ հետաքրքիր զրույցներ ենք ունենալու, տարբեր թեմաներին ենք անդրադառնալու, բայց կարծում եմ շատերն արդեն իրեն սուրճը թեյը պատրաստել են, նստել են եւ առհասարակ մտածում են համեղ նախաճաշի մասին, մենք ձեզ ենք ներկայացնում մեր գործընկերոջը, Դարոյինք ընկերությանը, որը հայկական շուկայում հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող լավագույն ընկերություններից մեկն է եւ շուրջ 30 տարի ինչ սպառողին է ներկայանում ավելի քան 200 անուն քաղցրավենիքով։ Դարոյինքի արտադրանքը հիմնված է բացառապես բարձր որակի ապահովման եւ համի պահպանման վրա։ Ընկերության արտադրած քաղցր զողիկները շատերի մանկության անբաժանելի մասն են կազմում։ Իսկ այ արդյոք հերոսը Դենին դարձել է ընկերության խորհրդանիշներից մեկը։ Ուրախությամբ տեղեկացնենք, որ Դարոյինք ընկերությունը Դենիի ապրանքանիշով նոր շարք է ներկայացնում։ Այն ներառում է շոկոլադապատ սնկիկներ, կրուասաններ, բիսկվիտներ եւ կեքսեր, որոնք իրենց համով, բարձր որակով եւ գեղեցիկ փաթեթավորմամբ նպատակ ունեն շարունակելու բրենդի հարուստ պատմությունը։ Ի ուրախություն ծնողների Դենիի տեսականին իդեալական տարբերակ է երեխաների դպրոցական ընդմիջումների, լանչերի, ընկերներին հյուրասիրելու եւ պարզապես համեղ պահերի համար։ Դե հարգելի հեռուստադիտողներ, հիմա այսօրվա մեր թեմաների մասին նախ վաղը մարտի 13-ին մեծ էկրան կբարձրանա մի անգամ դպրոցում երկրորդ մասը արդեն գլխավոր մեղավորներից մեկն էլ իմ կողքին է Անահիտը, Վերջին պահապանը եւ չափազանց սիրված ու սպասված ընտանեկան ֆիլմ է։ Մի անգամ դպրոցում ֆիլմի երկրորդ մասը վստահաբար ունենալու է նույն հաջողությունը, քանի որ այս ֆիլմը դպրոցականների շրջանում դարձավ ընթերցանությամբ հետաքրքրվելու, հերոսներին արժևորելու եւ հենց իրենց կողքին հերոս տեսնելու շատ կարեւոր առիթ։ Մենք մեկ-մեկ մոռանում ենք այդ ամենի մասին։ Անահիտ, ոնց է պրեմիերայից առաջ։ Նախապրեմիերական տրամադրությամբ սպասենք, այսօր հյուրերի հետ էլ իհարկե խոսելու ենք, զրուցելու ենք, պրոֆեսիոնալ դերասանական ստեղծագործական կազմ է լինելու։ Քեզ համար էլ ենք հարցեր մտածել։ Շատ բարի, կարող եք հղել այդ հարցերը եւ ես սիրով կպատասխանեմ։ Այսօր հյուրի կարգավիճակում եմ լինելու փաստորեն։ Խոսել ենք նաեւ Դիակոնիա բարեգործական հիմնադրամի մասին, այն շարունակում է իրականացնել կյանքի կոչել բոլոր այն ուսումնական ծրագրերը, որի շրջանակում Արցախից բռնի տեղահանված ուսանողները անցնում են տարբեր մասնագիտական դասընթացներ։ 40 ուսանող արդեն ավարտել է դասընթացը իհարկե, իսկ հիմա նոր խումբ է ձևավորվում, որտեղ եւս 40 ուսանող կստանան անվճար ուսում տարբեր ոլորտներում։ Այս ամենի մասին մանրամասն կզրուցենք մեր հյուրերի հետ իհարկե, նաեւ տեսահոլովակի պրեմիերա ունենք այսօր արտակ։ Այո, տաղանդավոր արտիստ Միքայել Ոսկանյանն է, այն ներկայացնելու է Ժակ Բրելի հայտնի ստեղծագործություններից մեկը հայերեն տարբերակով իհարկե, իսկ գեղեցիկ կատարման տեսահոլովակի հետաքրքիր փորձառության մասին կզրուցենք հենց նրա հետ։ Հետաքրքիր զրույցների
ընթացքում մենք կթերթենք մեր մշտական էջերը, կլսենք հոգեբանի հետ զրույցը, մենք նրան կարևոր հարցեր ենք տալիս, նա բացահայտում է ինչ-որ շատ հետաքրքիր թեմաներ, կբացահայտենք նոր գրականության ամենաառեղծվածային կերպարներից մեկի Խաչատուր Աբովյանի կյանքը, հետաքրքիր փաստերն ու կպարզենք նաև օրվա բաղադրատոմսը, չմոռանանք նաև դրա մասին։ Այսօր էլ Սաթենիկը շատ համեղ ուտեստ է առաջարկելու, իսկ թե ինչ մթերքներ են անհրաժեշտ, քիչ անց կպարզենք, բայց մինչ այդ իհարկե պատմենք մեր համեղ գործընկերոջ մասին։ Սիրով ցանկանում ենք ներկայացնել մեր համեղ գործընկերոջը, Աթենք մսամթերքի ընկերությանը, որը ոլորտի բացարձակ առաջատարն է։ Արդեն 3 տասնամյակից ավել ընկերությունը բազմաթիվ ընտանիքների առօրյայի մի մասն է դարձել եւ հաստատուն քայլերով զարգացնում է հայաստանյան սննդամթերքի շուկան։ Որպես օրվա լավագույն սկիզբ, արտակ եւ հագեցնող նախաճաշ առաջարկում ենք օրը սկսել Աթենքի սարդելկաներով, որոնք սննդարար են, համեղ եւ պատրաստված են բացառապես հատնտիր մսամթերքներից։ Այն օրն էր, երբ մեր սիրտը տրորում էր, եթերից հետո հենց դրանով զբաղված էինք։ Աթենքի սարդելկաները յուրաքանչյուր հավաքույթ, ընդմիջում կամ ընթրիք կդարձնեն առավել համեղ, եւ չնայած նրան, որ սարդելկան ստեղծվել է 19-րդ դարում Գերմանիայում, որպես արագ սննդի լուծում, այսօր Աթենքը այդ գաղափարը հասցնում է մի նոր մակարդակի, ավելացնելով ինքնատիպ համեր, հատուկ ընտրված բաղադրիչներ, անսահման սեր եւ հոգատարություն։ Դարձրեք ձեր օրը Աթենքի հետ ավելի համեղ։ Իհարկե հաշված րոպեներում։ Դե ագել հեռուստադիտողներ, Սաթենիկը առավոտյան եկել է, արդեն հասցրել է 1-2 բան այրել, խոհանոցի հաճելի բույրը նա տարածել է, նրա նույնիսկ այրած բույրը հաճելի է անցալվում բոլորիս կողմից, որովհետև նա կարողանում է դա անել համեղ։ Սաթենիկ։ Սաթ, բարի առավոտ, բարի լույս։ Բարի առավոտ Արտակ եւ Անահիտ։ Արի ուտես ինչ կար ամբողջը պատմեց։ Այն որ ասում են հյուրեր են գալիս, մինչեւ այդ երեխաներին ասում են ոչինչ բան չասեք։ Դրա համար Սաթենիկ 1000 ասել ենք մեր դիմաց, մի ցույց տուր այդ ամենը, մի ասա, կհրապարակենք ամբողջությամբ։ Լավ, հիմա պատմեմ Արտակ ջան, քանի որ ամեն ինչ գախնաձերծեցիր, նախ ասեմ հավատարիմ հեռուստադիտողներին բարի լույս։ Այո, բոլորիս հետ պատահում է նման բան, որ խոհանոցում ինչ-որ մի բան այրում ես։ Ես ինչ եմ այրել։ Հեռուստադիտողներն արդեն գիտեն, որ ես գալիս եմ մի փոքր շուտ, այստեղ նախապատրաստում եմ, այսօր այդ օրերից մեկն էր, որ եկել էի շուտ, պատրաստել էի ինչը։ Ինձ հարկավոր է տեֆտելի ենք միասին պատրաստելու, որի համար հարկավոր է գլխավոր բաղադրիչներից մեկը դա բրինձն է։ Դե Երևի կրակներ բարձր, սա երկրորդ տարբերակն է, դեպ առաջին ինչպես Արտակը նշեց, արդեն պարվել է։ Մենք ունենք օպերատոր, դա էլ ասել է։ Նա այստեղ է լինում։ Ես իր հույսով ասում եմ, ես թողնում եմ, խնդրում եմ կնայես, ես բարձրանում եմ դիմահարդարման սենյակ։ Արի ուտես, այդ պահին նա էլ է այստեղի դուրս գալիս եւ այո, վառվում է։ Այո, մնում է տակը կպնում է, հիմա հոտը կա, դուք դա չեք զգում, հիմա հյուրերն էլ կգան դա կփաստեն, հիմա երկրորդ բաժակ բրինձը լցրել եմ ուրիշ կաթսայի մեջ, դա պահել եմ արդեն այստեղ տակն է, դուք էլ չեք տեսնում, բայց հոտը կա։ Սա արդեն պատրաստվում է, լավ։ Հիմա ամեն ինչ պատմեցինք հոտի մասին, բայց ասեմ թե ինչ ենք պատրաստում։ Տեֆտելի ենք պատրաստում, բայց պահքային, որի համար ինչը ասում են նորից վառվեց, աչքդ պահի, հեսա ջուրը կավելացնեմ, թեյնիկի ջուրը։ Իրականում հարկավոր է 1 բաժակ բրնձին ավելացնել 2 բաժակ սենյակային ջուր, բայց քանի որ հասցրել եմ ես մի քանի անգամ լվանալ հոսող ջրի տակ բրինձը, որպեսզի այն սպիտակ հատվածը դուրս գա, դրա համար կափարիչով չեմ ուզում փակեմ, որ աչքս վրան լինի։ Հիմա լավ, ավելացրեցի ջուրը, հարկավոր է այնքան, որքան հարկավոր է, մի փոքր էլ աղ կա մեջը։ Տեֆտելի ենք պատրաստում, պահքային, որի համար ինչպես հասկացաք, մսի փոխարեն ես բրինձն եմ օգտագործում։ Ինչու ոչ, նորից մսի փոխարեն, որպեսզի սպիտակուցներով հարուստ լինի, շամպինյոն տեսակի սունկը արդեն հասցրել եմ կտրատել, տապակը տաք է, մի փոքր բուսայուղ կա, ավելացնելու եմ այստեղ ընդամենը աննշան աղ, որպեսզի առանձին համեմվի, քանի որ ինքը սպունգի նման վերցնում է իր համեմունքը, վերջում եմ ավելացնելու։ Եվ եթե խոսեցինք համեմունքներից, հիշում ենք, որ բազմազան յուրօրինակ տեսականի է առաջարկում Tonyan's Family Company։ Ես օգտվելու եմ սև պղպեղից, կարմիր պղպեղից, այստեղ տեսականին լայնն է, շատ տարբեր են, այստեղ կծու պղպեղ կա, քաղցր աղացած մայրիկի հիշեցման տարբերակով մենք ունենք աղացած կարմիր քաղցր պղպեղ ունենք, կծու տեսակի այս հատիկավորը, եթե ուզում եք կարող եք նման տեսակը վերցնել, մանրացնել ձեռքով, ես ուզում եմ օրիգանոն վերցնեմ։
Այստեղ աջիկա ունենք, աջիկայի համար նախատեսված, բայց կարծում եմ այսօրվա իմ առաջարկած տեֆտելիի մեջ համապատասխան կլինի։ Եվ սխտորի փոշին, դե ես հոտը գցելուց հետո որոշեցինք սխտոր ունեմ դասական բաղադրատոմսում, բայց ես կօգտագործեմ իհարկե սխտորի փոշի, նաև ինձ հարկավոր է այս տարբերակից ռեհանը չորացած կվերցնեմ եւ պաքսիմատը։ Իդեպ, քանի որ տեֆտելի եմ պատրաստում, ամուր որպեսզի լինի, չքանդվի, պաքսիմատը ինձ օգնելու է։ Դասական բաղադրատոմսում կա ալյուր, բայց ալյուրի փոխարեն ես ձեզ առաջարկում եմ պաքսիմատը, այն էլ Tonian Family Company կողմից առաջարկված։ Դե ինչ։ Հիմա թող տեսականին ամբողջությամբ ձեր էկրաններին լինի, դուք էլ որոշեք, թե որ մի տեսակի համեմունքն եք օգտագործելու այսօրվա իմ առաջարկած համեղ կերակուրի մեջ։ Հարգելի հեռուստադիտողներ, շուրջ 20 տարի Tonian Family Company Zolotое Testo ապրանքանիշի մշտապես թարմացվող տեսականին յուրահատուկ դիզայնը, հարմարավետ ու ժամանակակից փաթեթավորումը դարձնում են Zolotое Testo ապրանքանիշը ոչ միայն հուսալի ընտրություն, այլ կատարյալ լուծում յուրաքանչյուր խոհանոցում ցանկացած ուտեստի համար։ Չմոռանամ ասել, որ արդեն հասանելի են Մասիս ապրանքանիշի կրուպեղենը։ Ուրախությամբ նշեմ եւ մեր հեռուստադիտողներին էլ շտապեմ ուրախացնել, որ արդեն իսկ վաճառվում է բոլորիս կողմից սիրված օգտակար քինոան։ Բացի այս, նաեւ հրաշալի ակցիա է գործում։ Գներով 1 տուփ չիայի սերմեր կստանաք նվեր 1 տուփ քինոա։ Սիրով նշեմ, որ առաջին անգամ շուկայում նոր առաջարկ Zolotое Testo ապրանքանիշի կողմից շեֆ խոհարարների եւ բոլոր խոհանոցների համար հատուկ ճիշտ պահպանվող հերմետիկ զիպ փականներով 1 կիլոգրամանոց փաթեթներ, որոնք թույլ են տալիս չտեղափոխելով այլ տարաների մեջ պահպանել համն ու հոտը շատ երկար ժամանակ, ինչը համեմունքների համար անփոխարինելի առավելություն է համարվում։ Սա իսկապես հրաշալի լուծում է խոհարարների համար։ Փաթեթները կարող եք գնել խանութներից կամ պատվիրել համագործակցություն զանգահարելով 099 99 04 66 եւ 094 60 84 14 հեռախոսահամարով։ Համեմունքների պահով մենք հասկացանք, ես բաց եմ անելու, վերջում եմ ավելացնելու, երբ որ տապակվի արդեն սունկը, ես էլ մի փոքր աղով համեմեմ, վրան ավելացնելու եմ եւ իհարկե գնդիկներ պատրաստեմ։ Գնդիկները պատրաստելուց հետո կհասկանամ քանի հատ կլինի, վերջնական արդյունքը տեղափոխել եմ այս տարաների մեջ, չափի եմ, ես արդեն երկուսն առանձնացրել, վերջում ավելացնելու եմ տոմատի մածուկ։ Տոմատի մածուկով մի փոքր կարծում եմ հյութ կավելացնեմ, ջուր, որպեսզի ավելի հյութեղ լինի, չկպչի, չվառեմ նորից, տեղափոխել եմ ջեռոց։ Ահա, բաղադրիչներն ասեցի եւ մատուցվելու եմ իհարկե նման հացիկներով, դուք կարող եք Դարոյնքի կողմից առաջարկված հացիկներից օգտվել, ինչու ոչ, քանի որ խոսեցինք Դարոյնքի տեսականին, այս պահին կլինի ձեր էկրաններին, հատկապես քաղցրավենիքները։ Ես էլ սիրով ներկայացնեմ շարունակելով արտադրական ակտիվ գործունեությունը, Դարոյնքի սիրելի քաղցրավենիքները վերադարձել են նոր տեսքով, խրթխրթան եւ շատ համեղ շոկոլադե, կիտրոնի, շոկոլադի եւ պնդուկի, կատնաշոկոլադային եւ կատնային վաֆլիները, ինչպես նաեւ թարմ քաղցրաբլիթները այժմ ավելի գեղեցիկ հարմար փաթեթավորմամբ ձեր եւ ձեր երեխաների համար, իսկ առաջարկվող համային լայն տեսականին կամբողջացնի ընտանեկան ընկերական երեկոները։ Լցնելով դրանք քաղցրությամբ, ջերմությամբ, նշենք նաեւ, որ տեսականին առկա է բոլոր վաճառակետերում։ Սիրելի հեռուստադիտողներ, այսօր մեր գեղեցկուհի Անահիտի մոտ լինելու է պրեմիերա, գործընկերները գալու են խոսելու են, ես էլ նրանց կշնորհավորեմ իհարկե, այս պահին եթերից եմ Անահիտին շնորհավորում, մենք ներկա ենք լինելու, ֆիլմը վայելելու ենք, նրանք կմանրամասնեն արդեն նկարահանման ընթացքի մասին, ես էլ այստեղից խոհանոցից կհետևեմ։ Խոսքը ձերն է, կարող եք շարունակել։ Շնորհակալություն Սաթ։ Շատ ավելի գեղեցիկ է գեղեցիկը գնահատելը, շնորհակալություն Սաթենիկին։ Անահիտ, այսօր դու նաև հյուրի կարգավիճակում կլինես, այնպես որ հյուր հաղորդավար։ Պատրաստ եմ, ես չեմ լարվում, Արտակ, պատրաստ եմ։ Եվ մի անգամ դպրոցում այս ֆիլմի մասին ենք խոսալու։ Հիմա դիտենք գովազդ, վերադառնանք եւ դիմավորենք հյուրերին։ Բարի լույս բոլոր նրանց, ովքեր հենց նոր միացան մեզ, հրաշալի նորություն ունենք, վաղը մարտի 13-ին մեծ էկրաններ կբարձրանա բոլորի կողմից շատ սիրված մի անգամ դպրոցում ֆիլմի երկրորդ մասը, մի անգամ դպրոցում 2 վերջին պահապանը։ Դու էլ ես զարմացած այդ նորությամբ։ Շատ զարմացած եմ։ Ֆիլմի առաջին մասը ոչ միայն սիրվեց, այլ նաև դարձավ մեր օրերում հենց մեր կողքին ապրող հերոսներին տեսնելու եւ գնահատելու առիթ։
սպասված ֆիլմի բոլոր հետաքրքիր մանրամասների մասին կզրուցենք մեր շատ սիրելի ու տաղանդավոր հյուրերի հետ։ Վստահ եմ նրանք այդ բառից կնեղվեն, իսկական տաղանդավորներ, բայց դե տաղավարում են սիրված դերասաններ Մկրտիչ Արզումանյանը, բարի լույս։ Բարի լույս ենք ձեզ տեսնել։ Շատ լավ, երկար քնեցի այսօր։ Սիրված դերասան Վահագն Գալստյանը, բարի առավոտ։ Առավոտյան արթնանալու խնդիր, միշտ շուտ ու առույգ։ Դերասանուհի կամ Սամոլկա Կրասավիցա, գործընկերուհի, իսկական վարպետ Անահիտ Մանուկյանը, բարի առավոտ, ձեզ նույնպես հաղթեր ենք պատրաստել սցենարի հեղինակը Նարեկ Ավագանյանը, նույնպես այստեղ է, բարի լույս։ Շատ ուրախ ենք ձեզ սիրուն կարել։ Թույլտվեք սցենարիստից սկսել կամ ումն է եղել գաղափարը այս ֆիլմի, որովհետև սա երկրորդ մասն է, իսկ առաջին մասը ծնվեց կորոնավիրուսի ժամանակ, մեծ հաջողություն ունեցավ, ձերն է եղել գաղափարը։ Գաղափարը իմը ավելի շուտ մեր ընկերությանը ֆիլմ արտադրող Personagrata, Personage Films թիմային, թիմային գաղափար էր։ Մի անգամ դպրոցումը բավականին մեծ հաջողություն ունեցա, որտեղ առաջին կրթական, ուսուցողական, մանկական ֆիլմն էր։ Արդեն գիտեիք հաջողությունից հետո, որ սպասվում է նաև երկրորդը։ Գիտեիք, որ հաջողություն է։ Պատրաստվում եք, որ երկրորդը պատկերացնում որ այդ կարգի հաջողություն կլինի, բայց միևնույնն է այդ նախատեսել էինք որոշակի այդ կետերը, որ ինչի հիման վրա որ ստեղծվել է ֆիլմը, այդ նախագիծը, իհարկե շատ, այսպես ասեմ, սպիտակ ու մաքուր նախագիծ է ու գրքերի մասին է, լավ բաների մասին է, լավ արժեքների մասին է, այնպես որ իհարկե մեծ հույսեր ունեինք, որ կհաջողվի ու այդպես էլ եղավ։ Վահագ, հետաքրքիր է ձեր մասնակցությունը այստեղ, որովհետև նախագծերը, հրավերները շատ են, երևի դուք էլ ֆիլտրում եք, որտեղ մասնակցել, որտեղ չէ, որտեղ լինեք, որ ավելի ձեզ համար լավ լինի։ Բնական է, ու այս ֆիլմը տարբերվում ու առանձնանում էր նրանով, որ երեխաները շատ էին, ու հետո ինչպիսի հրաշալի, այո, կազմ, միշտ սովորելու բան կա, միշտ փորձելու բան կա նորը, ու կարծում եմ լավ է ստացվել, որտեղ այդ ջինջ, պարզ, մաքուր սերը կա, սերը դեպի երեխաներ, հա, իսկ իրանցից եկող եւ վաղվորը եւ մնացյալը ու հարկ ասում, որ եղավ ու հիմա երկրորդը, կարծում եմ կլինի երրորդ, չորրորդ։ Ինչ են սիրում երեխաները, դպրոցականները, ինչ որ էքշն իրավիճակներ, բարին հաղթի չարին, այստեղ շատ կարևոր է սցենարային, թե ինչ են նաև սովորում արանքում, ինչպես եք դա մշակում, որ դարակները ճիշտ դասավորված լինեն այսպես։ Իրականում այդքան հեշտ չի, բայց մյուս կողմից հեշտ է այնքանը, որ այդ ամեն ինչի մեջ սեր կա, ցանկություն կա այդ ամեն ինչը փոխանցելու։ Ամենակարևորը ազնվությունն ու անկեղծությունն է, կարծում եմ աշխատանքային առաջի օրվանից սկսած սցենարից միջև նկարանման վերջի պահը, որտեղ երեխաները զգում են սուտը։ Մենք գրում ենք, նկարում ենք, խոսում ենք այն բաների մասին, որոնք մեզ հարազատ են, որոնք մեզ իրոք անհանգստացնում են, ու տեսնում ենք լուծումներ։ Մեզ անհանգստացնում է օրինակ երեխաների կախվածությունը հեռախոսներից, ու մեր ամբողջ ֆիլմում հեռախոս, եթե չեմ սխալվում, ընդամենը մի տեղում է, երբ հերոսին գալիս է նամակ։ Իդեպ YouTube-ում ֆիլմը մոտ 5 միլիոն պրոսմոտր ունի, բայց դա այն բանից հետո բազմաթիվ մարդիկ մի տարի հեռուստատեսությամբ մի խոսքով ամեն դեպքում իհարկե այդ հարթակում այսքան երկար ցուցադրվելուց հետո այդ ցուցանիշը հետո եկավ Չարաբաստիկ սեպտեմբեր 27, որին հաջորդող դեպքեր, այսինքն տրամադրությունն էլ էր պետք, բայց ինքը նաև ուրիշ մի կարևոր գործ արեց, հա, արտնացնում է փոքրերին դեպի գրադարան, մրցույթներ է տեղի ունենում, ինքը լավ աժիոտաժ է բերել ու կարծում եմ, որը ողջունելի է։ Կազմակերպվում է նաև շարադրության մրցույթ, եթե չեմ սխալվում, մի փոքր այդ մրցույթի մասին խոսեք, որովհետև գիտեմ, որ շարադրություն գրող այն երեխան, ով որ հաղթում է այդ մրցույթում, շատ մեծ մրցանակ է բերում նաև դպրոցին եւ իր գրչի շնորհիվ այս փաստը շատ կարևոր է, այո։ Հիմա նույնպես լինելու է այդ մրցույթը։ Այո, մրցույթը արդեն եղել է, այս անգամ եւս լինելու է, սիրելի հեռուստադիտողներ։ Ամփոփվում են արդեն արդյունքները, երևի 4-5 օրից կիմանանք հաղթողներին, ոչ թե մի աշակերտ, այլ 4, երկուսը Երևանից, երկուսը մարզերից, 4 դպրոց իրենց աշակերտների շնորհիվ անվճար ամբողջ կազմով կգան կինոթատրոն դիտելու ֆիլմը։ Պատկերացնում եք ինչպես մոտիվացիա է, երբ քո գրչի շնորհիվ դու դառնում ես դպրոցի հերոս։ Մենք միշտ ասում ենք, թե ինչ են ուզում երեխաները, ասում ենք, որ ժամանակները փոխվել են, բայց կարծես թե ոչինչ չի փոխվել սկզբնաղբյուրի իմաստով։ Ինչ են ուզում դպրոցականները եւ ինչ ենք ուզել մենք, արդյոք այդ փոփոխությունները շատ են այդ տարիների ընթացքում։
Թե վերջում ենք բոլորս բոլոր ժամանակներում ուզում ենք նույն բանը։ Անկախ Մարդը պլաշետների։ չի փոխվում, հիմնական է, այսինքն վերաբերմունքը դիմացինին եւ այլն ու ընդհանրապես կյանքին, կարծում եմ, այդ ամեն ինչը չի փոխվում, որովհետեւ այսօր նույնիսկ երբ որ ուսումնասիրում ես դրամատուրգիա, դիտում ես հին ֆիլմերը, այդ հարաբերությունները մնացել են նույնը, ինչի վրա որ հիմնված է ֆիլմը, չգիտեմ, մարդու ժլատության, մարդու սիրո կամ եւ այլն, չեմ ուզում բոլորը թվարկել, հիմնված, այսինքն դա փաստում է այն մասին, որ մարդը մնում է նույնն է։ Իսկ հեռախոս, բան, այդ ամեն ինչը բնականաբար ավելացել է։ Ամենը գործիքներ են, բայց ցավոք շատ լուրջ գործիքներ են ու բավականին փոխել են մարդկանց այդ գործիքները, որովհետև դրա հետևանքները կատաստրոֆիկ են կարծում եմ։ Դրա հետևանքները կարելի է տեսնել դրա մասին։ Հիմա արդեն տեսնում ենք, բայց չգիտեմ, ասենք մարդը չի զգում, թե շուրջ բոլորը ինչ է կատարում, ոչ մի բան չի նկատում։ Նույնիսկ ներկայացումների ժամանակ, երբ որ տեսնում ես, որ նույնիսկ 1 ժամ 20 րոպե կամ 2 ժամ չի կարող մարդը առանց դրա նստել, անպայման պետք է ինչ-որ լույսեր են վառվում դահլիճում, այսինքն կլանում է այդ ամենը։ Ու ոչ մի բան չի ստանում բնականաբար, որովհետև իհարկե կարելի է այս ամենը օգտագործել շատ լավ նպատակով, բայց մեծ մասը իհարկե չի գիտակցում։ Բայց կախվածությունից իհարկե այո չեն կարող խուսափել այս դերում։ Անահիտ, քո կերպարի մասին դու այսքան գեղեցիկ, բարե, համբույր տեսքով եւ չար եւ թե չար բացասական իրականում Իմ սցենարիստը հիմա ինձ կպաշտպանի։ իրական ոչ, որտեվ ես մենակ վատն եմ։ Անահիտի կերպարը շատ հավատարիմ զինվորի կերպար է։ Նույնիսկ եթե ծառայում է չարին, ամեն դեպքում հավատարմորեն, իսկ հավատարմությունը լավ բնավորություն։ Կարևոր բացարձակ չար է ուժով օժտված։ Ուղղակի բախտը չի բերել այս կերպարին, ինքը չարագործների հավատարիմ ռազմիկն է։ Այ եթե մեր օրերում ցանկացած հերոս ունենար իր կողքին Լիլիթի, իմ կերպարի անունը Լիլիթ է, Լիլիթի պես ռազմիկ, կարծում եմ շատ մեծ հաջողությունների կհասներ առհասարակ որպես հերոս։ Ես այդպես եմ կարծում։ Ավելի նման որ կողքին մի ռազմիկ ունենա, իսկ մի Լիլիթ մի ռազմիկ որ լինի, իսկ ոտքի կկանգնել։ Հետաքրիր է ձեզ համար Վահագ, ինչ դեր է բաժին հասել։ Պարոն Մուրադյան։ Պարոն Մուրադյանն է։ Պարոն Մուրադյան առաջին պրոյեկտում, այսպես ասեմ, պրեմիերայից հետո ես ինչ չէի հավանել, ասում էի չեմ անում, որ ասեցին ուղղակի սովոր չի աչքդ այս կերպարի մեջ, հետո Վահագ, հավատացնում եմ նույն բանը ինձ են ասել։ Հա, որտեվ հիմա սպասում եմ երկրորդին, սենց զգացողություն ունեցել եմ եկել մեծ պատմություն փոքր քաղաքում, հա, առաջին ֆիլմն էր կյանքիս ու մինչև ծնվեց այդ ամենը, հիմա Մուրադյանն է, բայց մի քիչ Մուրադյան։ Իսկ նկատում եք, որ արդեն դպրոցականները կասեք, ընկեր Մուրադյան, ընկեր լավ, այնտեղ մի լավ տող էր գրված, որի համար ուզում եմ շնորհակալություն ասեմ։ Նայր Մուրադյանը լավ մանկաբարձ չի երևի տենց, բայց ինքը անփոխարինելի ավագ ընկեր է։ Լինում է այդպես։ Ոչ մեկի, հա, այդ մեկը անպայման ու այդ երեխաների աչուկները որ նայում ես փալփլում, ոգևորված ֆիլմում են աշխատում, հա, շոր հատված շփվում են նայեք ինչքան հետաքրքիր ու լավ մարդկանց հետ ու բացառվում է որ իրենց հետ այդ լավը ամեն մեկը մի պատառ մեծ պատառ չտանի ու հնարավոր է մենք խաղում ենք մեր վաղվա ապագա լուրջ խաղընկերների հետ իրենց շատ լուրջ պետք է մոտենանք որ ամեն բան լավ լինի։ Ցանկացած սցենարը գրելուց ձեր խաղալուց դուք վստահաբար հիշում եք ձեր դպրոցական տարիները։ Դուք ինչ էիք կարդում, դուք ինչ էիք նայում, դուք ինչից էիք սովորում այդ շրջանը շատ բաց շրջան էր։ 70-ականների, հա, Ակալենյան ոնց մոտ ցուրտ ուժեղների դասարան, թույլերի դասարան։ Բուլինգի ժամանակահատվածը 31-ը Արցախում։ Այդ ժամանակը մեզ բաժին հասավ, բայց թե հիմա։ Մենք մի ամսում 6 պատմության ուսուցիչ ենք փոխել։ Նարեկ, սա ինձ թվում է երրորդ մասի համար շատ լավ սցենարի հիմք է։ Ճահարությամբ էր Նարեկը լսում։ Բնակներից, այո, կենքի կերպարներից, որ պահպանվել է։ Ամեն կներես Նարեկ ջան, ամենակայֆ բանը որ կար թիմում, կներեք, ամենալավ բանը որ կար թիմում, այդ հավատն էր մեկը մյուսի համ։ Մեր Հարություն Խալափյանի առաջին ֆիլմն էր, դեբյուտ։ Ես ինքս կարծում եմ չէի կարող չմասնակցել։ Հարություն Խալափյանին ես շնորհավորում եմ։ Եթե ուզում եք կարող ենք մենք հանդիսատես ունենք, կարող ենք ծափահարել։
պրակտիկաներ են եկեք, ակաս ձայնը ավելի բարձր կլինի։ Ֆիլմը նկատի ունի վաղը մի անգամ դպրոցում առաջինը։ Այո, առաջինը։ Պրեմիերան լինելու է վաղը։ Այո։ Կտեսնենք վարպետությունը, ամեն ինչը։ Հա, ու այդ հավատն էր, որ մենք հավատում էինք երեխաներին, ես պրոդյուսերին, սցենարիստը, խմբին, խումբը, Դերասանին։ ամենափոքրիկ դերասան։ Մի հատ սեր ու ուշադրություն կար։ Բա կարծում եմ ամեն սկսվում է ինձ թվում է սցենարից, երբ դու առաջինը հավատում ես սցենարին, հավատում ես այն պատգամին, որը ցանկանում է ֆիլմը տալ, եւ ամենակարևորը, որ կարծում եմ ցանկացած դերասանի համար մեծ երջանկություն է խաղալ հանդես գալ մի ֆիլմում, որի թիրախային խումբը երեխաներ են, ընտանիքներ են, որը ունի ուսուցողական միտում եւ շատ հետաքրքիր, թեթև եւ իհարկե շատ գեղեցիկ հումորով համեմված սցենարի տակ կա շատ մեծ պատգամ, շատ խորը իմաստ։ Շնորհակալություն մեզ սիրուն կալվելու համար։ Այո, շատ շնորհակալություն։ Եվ Դստան նայելու երեխաներին ազատ թողնել էկրանների առաջ մենակ, որովհետեւ միայն լավ բան կա ֆիլմում եւ առիթան է մենք էլ ընկերներով հերթական անգամ նայելու ու նորից առաջ անցնելու ավելի նոր, ավելի լավ, ավելի բարդ ու դժվար, լավ առումով բարդ ու դժվար։ Մկրտիչի կերպարը իհարկե շատ հետաքրքիր է, Դոն Կիխոտն է, բայց Դոն Կիխոտը չէ, հա, ինչ որ վերափոխված, որոշակի տեղայնացված։ Դոն Կիխոտն է բնականաբար վերափոխված կլինի, որովհետև Դոն Կիխոտը շատ այդպես ծավալուն կերպար է, բայց առաջինում գրքի կազմի վրա էր ընդամենը, իսկ երկրորդում որոշվեց արդեն Դոն Կիխոտին հանել գրքից, մեր իրականության մեջ ներմուծել ու բավականին հետաքրքիր դեպքեր են զարգանում։ Դրա հետևանքները իհարկե շատ մեծ են, բայց Մկրտիչ մենք ունենք Դոն Կիխոտերի պակասներ օրերում։ Իրական չէ, կարծում եմ չունենք, որովհետև դե ամենակարևոր գիծը Դոն Կիխոտի մի փոքր այդպես նայած ինչ է, որ գիծն եք էլի նկատի ունենում, որովհետև այն ինձ համար շատ դրամատիկ կերպար է։ Իհարկե սա խաղացվել է որպես մանկական ֆիլմում, այդպես կերպար, ուրախ, մի փոքր, բայց երբ որ ես կարդում եմ Դոն Կիխոտը, շատ խորը դրամատիկ կերպար է ու այնտեղ եթե ուրիշները հնարավոր է որ ծիծաղեն այդ գիրքը կարդալիս, մարդը շատ լուրջ խնդիրներ ունի հոգեկան ու այդ ամեն ինչի հետևանքով նա բախվում է կյանքի այդ անարդարությունների հետ եւ այլն եւ այլն։ Իսկապես միշտ շատ եմ ցանկացել խաղալ այս կերպարը, սա մի փոքր այլ, այդպես ասեմ, կողմից է մոտեցած այդ կերպարին, բայց դե ամեն դեպքում շատ ենք աշխատել, որ կրկին սիրվի, նորը լինի, որը որ ինձ անընդհատ հուզում է, անընդհատ ինչ-որ նոր գործով զբաղվել, այո։ Մենք ինչքան կինոգործիչներին հրավիրում ենք, դերասաններ, պրոդյուսերներ, բոլորը ասում են մենք ունենք լավ սցենարիստի պակաս։ Սա հավատացեք, ասել են գրեթե բոլորը, որոնք մեզ սիրուն կալվել են։ Իդեմս Նարեկի կամ մյուս, խնդրեմ։ Չորրորդ լսափող Վահագ ժամանակին, շնորհակալ եմ, կարձագանք եք խնդրում եմ։ Ես էլ եմ ժամանակին ասել, որ սցենարական դպրոց կա, բայց ավելի կարող պինդը ու լավը լինի, կարծես թե կայացած դպրոց չունենք սցենարական, բայց այդ մի շրջան էր, հետո դպրոց չի ցանցելի մասը։ Դպրոց չունենք։ Հա, բայց դե շատ քիչ են իսկապես մասնագետները։ Կան հայ տղաներ, ովքեր եւ դրա մեջ զուգահեռներ են տանում շատ գեղեցիկ ու ճիշտ եւ պատմական ակնարկեր, որ կարող է մեկը գնա ու թերթի նորից պատմություն։ Որտեղ է պարագայում կիրթ գրական հայերեն ահանջում բոլորի մոտ, կարծում եմ դրանից լավ բան չունենք։ Նարեկ, ձեզ առանձնատուկ շնորհակալություն, կարծես սլակները ձեր կողմ են նաև ուղղված, հետաքրքիր սցենարը գրելուց ինչպես է կարելի, այո, որ բացի այն, որ ֆիլմը նորմալ է կոմերցիոն պրոյեկտ է, վաճառվի, գան նայեն, բայց նաև զուգահեռ խղճի առաջ զուգ վայել եք էլի այդ ընթացքը։ Այդ նորից գալիս ենք այն սկզբին, որ անկեղծություն։ Իրականում երբ ինչ-որ բան գրում ես, առաջերտին ես մտածում եմ կամուրջ կառուցողների նման, հա, ընտանիքով մնում են կամուրջի տակ։ Ես առաջերտին մտածում եմ, որ սա նայելու են իմ երեխաները, իմ ծնողները, իմ հարազատները։ Ըստ այդմ դու արդեն գծում ես սահմաններ, ինչ չէիր ուզի, որ իրենք տեսնեն։ Հետևաբար չգիտեմ, միգուցե ինչ-որ թերացումներ լինեն, որ չէի ուզի, բայց բաց եմ թողել, բայց ընդհանուր է հիմնական եւ նույնը ինքը պետք է լինի այն չափի մեջ, որը դու Դեպ երեխաներ, դպրոցական, ձեր պարագայում ինչպես են։ Իմ երեխաները
Այս տարի դպրոցակ։ Դպրոցակ։ Շփումը մյուս սցենարը գրելուց նրանից լիքը նոր ադապտացիոն բաներ։ Իդեպ ֆիլմում խաղում են նաև դպրոցական երեխաներ, հրաշալի, գեղեցիկ, տաղանդավոր երեխաներ, նրանց կտեսնեք վաղը։ Եվ ահա ասած, ասում են նրանք այնքան լուրջ ու լավ աչուկներով, որ վաղվա դերասաններ։ Պատասխանատվությամբ զինված իրենց կերպարի հանդեպ։ Այդ պիտի զգաս ապրես հենց այդ պահին գան այդ հարցը տան քեզ ուզենան այդ 5-6 հոգով քեզ տանել մի կողմի վրա համնկարվելու համացնելու։ Հա իսկ հիմա ավելի լավ բան է գնում, մեկ մոտենում ես հենց։ Մենք Մկրտիչի դեպքից զգում ենք, որ գոհունակությունը ամեն դեպքում ունեք եւ դերի եւ ֆիլմի հետ կապված։ Իհարկե, որովհետեւ շատ կարեւոր ֆիլմ ենք նկարահանել, շատ կարեւոր ասելիքներով, ուզում ենք այդ ամենը փոխանցենք ու ինչքան հնարավոր է շատ թվով շատ հանդիսատեսի եւ անհամբեր կսպասենք օրվան, մենք ինքներս մեր աշխատանքը տեսնելու, գնահատելու, վայելելու եւ իհարկե սպասում ենք բոլորիդ կինոթատրոններում։ Մկրտիչ, ինչպես է քո պարագայում, ամեն անգամ ինչպես առաջին անգամ հուզմունք, պրեմիերա, դե կարծեմ տարիների ընթացքում, ժամանակի ընթացքում մի քիչ հմտանում ես, հղկվում ես ու առաջվա այդ անհանգստությունը չկա, ասեմ ավելին, դե անհանգստությունը ինչ անհանգստանաս, հա կա անհանգստություն, բայց մի բանի հետ կապված, որ անես ամենը ինչ որ դրված է քո առջև, ցանկացած խնդիրները հասցնես, կարողանաս այնքան կենտրոնացված լինել աշխատանքիդ վրա, որ կարողանաս այդ ամենը հասցնել, չէ որ վայ ինչ պիտի լինի, հիմա դուրս գամ ոտքերս թուլանա, բան, դրա մասին պարզապես իրավունք չունես մտածելու, ժամանակ էլ չունես մտածելու։ Դու ունես ճանապարհ, այդ ճանապարհը պետք է անցնես այնպես, ինչպես պետք է։ Դա քո աշխատանքն է։ Եթե հուզվես, ուրեմն բնականաբար ասում տարիների հետ կապված փորձ է, որը պետք է ձեզ վաղը բուրըն ծափահարություններ, լավ պրեմիերա, որ դուք ի վերջո այդ օր էկրանների այս կողմ վայելեք ձեր կատարած աշխատանքը, ձեզ լավ գաղափարներ, լավ էմոցիաներ, որ ամեն անգամ լավ դեր ունենան։ Շնորհակալություն Արտակ ջան, շատ շնորհակալ եմ։ Դե քեզ մի առանձնահատուկ ասենք, ռազմիկի դերը, որ այդպես ստանձնեն ես, ձեզ լավ օր եւ լավ պրեմիերա վաղը։ Դե Անահիտ, որպես ռազմիկ, առաջամարտիկ, խնդրեմ մեր եթերում հիմա կարճատև դադար, հետո վերադառնանք ու շարունակենք։ Այո։ Բարի առավոտ։ Բարի լույս, առաջարկում եմ հաճելի նորությամբ կիսվենք մեր հեռուստադիտողների հետ։ Դե 2025-ը Tonia's Family Company-ի համար հոբելյանական տարի է, քանի որ բոլորից կողմից սիրված Զալատոյե տեստ ապրանքանիշը 20 տարեկան է եւ համաձայնիր մենք կօգնենք որակով կարգախոսին, արդեն 20 տարի է ինչ իր որակը բարձր պահելով ձեզ եւ մեզ հնարավորություն է տալիս խոհանոցում անկաշկանդ ստեղծագործել եւ յուրաքանչյուր ուտեստ դարձնել ել ավելի համեղ եւ յուրահատուկ։ Դե սաթանիկն էլ այո, ամեն առավոտ, ամեն օր ես արդեն սովորել եմ պատրաստելով այս յուրահատուկ համեմունքներով մեր ուտեստներին տալիս է անկրկնելի համային երանգներ։ Ընդգծենք եւ առանձնակի կարեւորությամբ նշենք, որ ընկերությունը, արտադրությունն ու փաթեթավորումը իրականացվում է այստեղ Հայաստանում։ Իդեպ բացի համեմունքներից առաջարկում է նաեւ կրուպեղենի մեծ տեսականի մասիս ապրանքանիշով։ Իսկ հիմա տեղափոխվենք խոհանոց, այնտեղ Սաթենիկը պատրաստում է եւ պատրաստում էր այս ընթացքում։ Սաթենիկ, քերին եկավ ձեր բակը։ Դուլուլու, մեր բակը։ Պատկերացնում ես Արտակ, գտնվեն հեռուստադիտողներ, որ չգիտեն այդ դուլուլի մասին։ Անահիտ հայացքդ եմ նայում, հասկանում եմ, որ չի լսել այս մեր դուլուլու։ Ովքեր չգիտեն, իմացան։ Ահա, հիմա քանի որ դուլուլու մեր բակում է, ես ասեմ ինչ ենք պատրաստում, պահքի շրջանում է, արդեն հավատարիմ հեռուստադիտողները գիտեն, որ մենք ունենք գոլեգաներ մեր մեջ, անունները չեմ կարող ասել, ներեցեք, ովքեր պահքի շրջանում են։ Եվ հեռուստադիտողները շատ ուրախ են, որ ամեն անգամ անդրադարձ եմ կատարում համեղ պահքային կերակուրների, արագ պատրաստվող, իրականում պարզվեց, որ պահքային կերակուրները շատ ավելի արագ են պատրաստվում, գուցե օրինակ միշտ չկա, որ երկար ժամանակ անհրաժեշտ է խաշել, կողքին լինել գազօջախի, այնպես որ այսօրվա իմ առաջարկածը շատ պարզ է, շատ համեղ է, պատրաստում ենք ինչ, արդեն հասցրել եմ խաշել բրինձը, մի փոքր աղով, այնուհետև շամպինյոն տեսակի սունկը մանր ես կտրատել եմ, այնքան մանրացրել եմ, որ հարիչի կարիք չկա, իհարկե տիֆտելի պատրաստելու ընթացքում, օրինակ,
դասական դիֆտիլին պատրաստում են մսով, աղացած, հետո օրինակ պահքային էլ պատրաստում են լավ մանրացնելու դեպքում, երբ որ կոլոլակ ենք պատրաստելու կամ պարզապես հարիչի մեջ, որպեսզի ես հարիչի մեջ չանցկացնեմ, չհարեմ, ես պատրաստել եմ արդեն, խառնել եմ, համեմել եմ տարբեր համեմունքներով, ավելացրել եմ մի փոքր պաքսիմատ, ինչի որովհետև անհրաժեշտ է կոլորակներ պատրաստել։ Երկու ես ափսեի այնտեղ նախատեսել, բայց պարզվեց տիֆտիլիները շատ են, ես այս մեծն եմ նախընտրել։ Հիմա արդեն կոլորակները պատրաստ են, ես կտեղափոխեմ յուղաթղթի վրա, լցնելու եմ իդեպ վրան տոմատի մածուկ, մի փոքր հյութով, որպեսզի ցածր ջերմաստիճանի տակ ջեռոցում եփվի, դուք կարող եք այս նույնը պատրաստեք, օրինակ, տապակի վրա փակեք կափարիչը։ Դե այո, պահքային կերակուր եմ առաջարկել, բայց հավատարիմ հեռուստադիտողներից շատերը պահքի մեջ չեն, նրանց ինչ է հարկավոր միս։ Իսկ Աթենք առաջարկում է սարդելկաներ, որոնք շատ արագ են պատրաստվում, այս պահին ձեր էկրաններին են, ես էլ ներկայացնեմ տեսականին։ Աթենք մսամթերքը կարևորելով բացառապես բարձր որակն ու շարունակելով լավագույն ավանդույթները առաջարկում է, ինչպես նշեցի, սարդելկաներ, որոնք սերունդներին հիշեցնում են մանկության անմոռանալի համերը։ Աթենք մսամթերքը հոգացել է ձեր մասին եւ կարևորելով ժամանակն ու միաժամանակ համեղուտելը, հիշեք, որ սարդելկան արդեն պատրաստի է եւ ուտելուց առաջ անհրաժեշտ է պարզապես տաքացնել։ Իդեպ գիտեիք, որ Խորհրդային Միությունում սարդելկան լայն տարածում ուներ հենց արագ եւ հեշտ պատրաստվելու հատկության շնորհիվ։ Ես կշարունակեմ կոլոլակները պատրաստել, ես այս պահին չեմ կարող ձեր աչքի առաջ լցնել տոմատի մածուկը մի փոքր ջրով, ինչու որովհետև դեռ այստեղ ունեմ մասա, որ պետք է գնդիկները պատրաստեմ, տեղափոխեմ այս ափսեի մեջ, նորից եմ նշում, մի քանի րոպե եմ թողնելու եւ մատուցումը ինչպես է լինելու։ Չորահացիկներով պարզապես կողքերը շարելու եք, որպեսզի նրանք կարողանան այդ հյութեղ տոմատի մածուկը, այս տիֆտիլին, որը պատրաստված է, վայելեն։ Դե ինչ, ներկայացնեմ մեր մյուս գործընկերոջը, Goods AM-ի մասին է խոսքը։ Ցանկանում եմ ներկայացնել արդեն իսկ հարազատ դարձած մեր գործընկերոջը, Goods AM-ին, որը բացի այն, որ IKEA բրենդի ամենամեծ ներկրողն է, նաև կենցաղային տեխնիկայի եւ տնտեսական ապրանքների ամենամատչելի վաճառողն է Հայաստանում։ Ինչու գնալ խանութ եւ բոլոր գնումները ծանր տեղափոխել տուն, եթե կարող եք բազմոցին նստած, հանգիստ, առանց շտապելու, ընտրել օրինակ ձեզ հարմար մազերի շամպունյը կամ լվացքի փոշին, ընդ որում ավելի մատչելի քան ցանկացած սուպերմարկետում եւ ստանալ արդեն իսկ ձեր տանը։ Չմոռանամ նաև նշել, որ այդ հնարավորությունը Goods AM-ը ոչ միայն ընձեռնել է Երևանի բնակիչներին, այլ ամբողջ Հայաստանում բնակվող մեր հայրենակիցներին։ Goods.am քո on-line հիպերմարկետը Հայաստանում։ Դե ինձ մնում է ինչ անել, շարունակել եւ տեղափոխել արդեն ջեռոց։ Թողնելու եմ 10 րոպե, ամենաշատը ես կողքին եմ լինելու, որ չվառեմ, եւ մենք վայելելու ենք։ Դուք իհարկե, եթե որոշեցիք պատրաստել մսային, դա էլ է շատ համեղ տարբերակ։ Ես պարզապես այսօր առաջարկեցի պահքային տարբերակը, որը իդեպ արդեն համնայել եմ, ինձ շատ դուր է եկել։ Աղը, պղպեղը, ես այդտեղ նույնիսկ աջիկայի համեմունք եմ ավելացրել, ինձ թվում է դուք էլ փորձեք, ձեզ դուր կգա։ Բարի լույս, մեր հյուրերն արդեն տաղավարում են, իսկ մենք շտապենք դրանց ներկայացնել։ Արցախի կորստից հետո շատ կարևոր է, որ կան հիմնադրամներ, որոնք կանգնեցին արցախցի երիտասարդների կողքին, ովքեր պետք է իրենց ուսումը շարունակեին արդեն այստեղ, Հայաստանում։ Դիակոնիա բարեգործական հիմնադրամը շարունակում է իրականացնել Արցախից բռնի տեղահանված ուսանողների համար նախատեսված տարբեր մասնագիտական դասընթացներ։ Առավել մանրամասն կպատմեն մեր հյուրերը իհարկե։ Դե տաղավարում են Դիակոնիա բարեգործական հիմնադրամի փոխտնօրեն Աննա Ջամբազյանը, բարի առավոտ, վստահ եմ լավ եք, եւ ներկայացնենք туриզմի փորձագետ Սիրանուշ Փիլոյանին, բարի լույս, ուրախ ենք ձեզ հյուրընկալել, հոգեբանական գիտությունների տեխնացու, Հայկական պետական մանկավարժական համալսարանի զարգացման կրթության հոգեբանության ամբիոնի դոցենտ, Երևանի պետական համալսարանի անձի հոգեբանության ամբիոնի դոցենտ Մարինե Միքայելյանը մեզ մոտ է, բարի առավոտ։ Եվ ներկայացնենք Արցախից տեղահանված ծրագրի մասնակիցը հենց Մերի Մնացականյանը, ուրախ ենք ձեզ հյուրընկալել։ Մարինե, սկսենք ձեզանից։ Ծրագրի մասին դուք առիթ ունեցել եք մեզ մոտ եթերում պատմելու, կխնդրենք ավելի մանրամասն մեզ ասեք, թե ինչ է իրենից ներկայացնում եւ արդեն անցնենք զրույցին։
Ես մի անգամ արդեն, այո, իմ անունը սխալ ասացի, դրա համար ես մի քիչ հապաղեցի։ Ծրագրի մասին մեկ անգամ արդեն խոսել ենք եւ ես շնորհակալ եմ երկրորդ հրավերի համար եւ բացառիկ ուրախ եմ այսօր այս թիմով այստեղ լինելու համար, Մարինեի հետ, Սիրանուշի հետ եւ մեր մասնակցի հետ։ Ծրագիրը շարունակական բնույթ ունի եւ հիմա մենք նոր Սիրանուշի հետ խոսում ենք միջանցքում, որ արդեն ընտրել ենք երկրորդ փուլի մասնակիցներին։ Հրաշալի է, որ շատ մեծ հետաքրքրություն կա ծրագրի հանդեպ, այսինքն դա մեզ տալիս է ապահովություն հասկանալու, որ մարդիկ առաջնային շոկի մեջից դուրս են եկել, դրա մասին իհարկե մեր հոգեբանը կխոսի եւ արդեն փորձում են հստակ գործողություններ անել, հստակ քայլեր անել դեպի լուրջ մասնագիտություններ, ժամանակակից մասնագիտություններ, տուրիզմ, ոնց որ այն անգամ ասեցի, SMM, մեդիագրագիտություն, ֆոտոլուսանկարչություն, կարուձև, հաստուխի մասնագիտություն, հրուշակագործություն, այսինքն մեր շուրջը համախմբվել է մարդկային մի խմբականակ, խումբ, որոնք այս պահին լուրջ գործողություններով դուրս են գալիս այդ դժվար իրավիճակից եւ իրենց հետ տանելու են հավելյալ մարդկանց, հետագա իրենց հանդիպողներին եւ ուղղակի մի սովորական մեսեջ են տալու, որ դժվարությունները մեզ համար են, սովորական են։ Ովքեր չգիտեն, դիակոնիա։ Ովքեր չգիտեն, դիակոնիա, ինչ է դիակոնիա բարեգործական հիմնադրամը, երկար տարիներ արդեն Հայաստանում գործող բարեգործական հիմնադրամ է, մենք միջնորդ կազմակերպություն ենք եվրոպական մի քանի երկրների համար, որոնք ֆինանսական միջոցներ են տրամադրում այն երկրներին, որտեղ կան տնտեսական, քաղաքական, սոցիալական դժվարություններ, եւ քանի որ բնականաբար մեր բոլորիս գեր երազանքն է, որ Հայաստանը մի օր կարիք չունենա այդպիսի հիմնադրամների գործողությունների կամ գործունեության կամ լրացուցիչ ֆինանսական միջոցների, սակայն քանի որ մենք այս պահին որպես երկիր դեռ ունենք տնտեսական դժվարություններ, դեռ ունենք սոցիալական դժվարություններ, պիտի բնականաբար բոլորս մեր ջանքերը ներդնենք այդ իրավիճակից դուրս գալու համար եւ այդ իրավիճակից դուրս գալու ամենալուրջ ճանապարհներից մեկը բնականաբար գիտելիք ձեռք բերելն է, ինչը մենք այս ծրագրով անում ենք։ Եվ մարդիկ, որոնց համախմբել եք ձեր շուրջը, այո, եւ մարդիկ, որոնց համախմբել ենք մեր շուրջը, իդեպ սա շատ հետաքրքիր շղթա է, դոնորը, որը ապրում է մեզ համար նույնիսկ անծանոթ երկրում, մեր մասնակիցը նույնիսկ չգիտի ով է իր դոնորը, այսպես ասած, եւ այսօր մեր մասնակիցը Արցախից, այդ ոնց որ իրենք նույն մարդիկ են, նույն շղթան է, նույն մտքի ուղղությամբ են իրենց ջանքերը ներդնում ու դա մեզ համար շատ հետաքրքիր է, որտեղ լուրջ արդյունքներ ենք տեսնում ու Եվ շուտ 40 ուսանող արդեն ավարտել է ուսումը։ Այո, 40 ուսանող արդեն, այո, ավարտել է ուսումը։ Եվս հայտ կա 40-ի, չէ՞, նորից սկսում եք։ Այո, նորից հայտ կա 40-ի։ Կարող են դիմել Արցախից բռնի տեղահանված անձինք, պատերազմական գործողություններից տուժած անձինք։ Իհարկե ես հիմա հայտարարություն եմ անում, բայց կարծեմ թե մեր խմբերը արդեն լրացվել են, ձևավորվել են, բայց կարծում եմ որ ծրագիրը նորից կֆինանսավորվի հետագայի համար շատ կարևոր է իմանալ, որ բոլոր այն մարդիկ, ովքեր ցանկանում են ուսում ստանալ եւ իրենք ֆինանսական դժվարություններ ունեն, չեն կարող լուրջ մասնագետների մոտ երկարաժամկետ անցնել այդ ուսուցումը, հետագայում ստանալ գործիքներ, կարող են դիմել մեր ծրագրերին եւ դառնալ մեր ծրագրերի մասնակից։ Մերի, իսկ այդ դուք որ դասընթացին եք մասնակցել։ Մասնակցել եմ туриզմի դասընթացին, ներգրաված էին ոլորտի ամեն լավագույն մասնագետները, ձևավորվեց մի հրաշալի թիմ, ընկերական թիմ, լավ գիտելիքներ ստացանք։ Ձեր ցանկությամբ է եղել այս ոլորտի ընտրությունը։ Հա, ներգնա туриզմով եք զբաղվելու։ Չէ, ընդհանուր туриզմ, հա, ընդհանուր туриզմ։ Շատ լավ, հետաքրքիր ոնց եք առաջացնում նախ մարդկանց մոտ այդ հետաքրքրությունը եւ ոնց եք անում, որ այդ ժամանակահատվածում նրանք դառնան գործի մասնագետը եւ օգտակար լինեն աշխատաշուկայում։ Ինչպես արդեն Մերին նշեց, դասընթացի ընթացքում ներգրաված են չեմ չափազանցնի Հայաստանի լավագույն մասնագետներից, ովքեր արդեն վարակված են туриզմով, իսկ եթե դուք туриզմում եք աշխատում գոնե մինիմում 10 տարի, այդ դառնում է հիվանդություն, ու երբ որ դու հիվանդանում ես։ Մենք գիտենք միայն ժուրնալիստիկան է։ Չէ, փաստորեն փորձեք туриզմը։ Ու ես վստահ եմ, բոլորը խոսում են իրենց փորձից, շատ ավելի պրակտիկ էր մեր դասընթացը, քան ուղղակի տեսական, ու ինձ թվում է անհնար է լսել այդ մասնագետներին ու չսիրել։ Սկզբից իրականում երբ որ ընտրություններ լինում, մարդիկ կասկածում են արդյոք 3 ամիս կգանք դասի, քանի որ օֆլայն է, հա, մենք հասկացանք, որ ամեն դեպքում օնլայնը նույն արդյունքը չի տալիս, ինչ օֆլայնը, շփումը, հա, այդ որտեղ միայն դասընթացը
գործընթաց չի, դա ընկերների ձեռքբերում է, կապերի ձեռքբերում է ու 3 ամիսը շատ երկար էր թվում, բայց որ արդեն վերջին դասներ բոլորս տխուր էինք, ասում ոնց էս վերջացավ ու խնդրած խոստացել են նույնիսկ այն բացակաները, հա, որ ունեցել են նախորդ դասընթացների ընթացքում, ունենալու են հնարավորություն կան մեր մյուս մասնակիցների հետ լրացնել ու ինձ թվում է շատ նաև հետաքրքիր է, որ նույն բոլոր արցախահայերը, ովքեր հետաքրքրված են туриզմով, որոշել ենք, որ այդ 10 կամած այդ համայնքն էլ կմեծացնենք, մեկը եթե արդեն հաջողի ոլորտում կօգնի մյուսին հաջողել, այսպես այո, շղթայական կլինի։ Տիկին Միքայելյան, ձեր մասնակցության մասին ասեք, ինչպես Աննային հանդիպեցիք եւ ինչպես ձեր ներգրավվածությունը եղավ այս նախագծում։ Մի քիչ հեռվից պիտի սկսեմ երևի 2020 թվականի պատերազմից հետո նորից կար ծրագիր, սոցիալական մեծ ծրագիր էր 50 ընտանիքների ուղղված եւ Դիակոնիա հիմնադրամը շատ լայն էր, այնտեղ նաեւ հոգեբանական աշխատանքներ արեցին, 3 մեծ խմբերի բաժանեցին մասնակիցներին, կային մարդիկ, ովքեր վիրավորներ էին, կային տեղահանվածներ, այն ժամանակ Շուշիից, Հադրութից տեղահանվածներ ունեինք եւ կորուստ ունեցող ընտանիքներ, 50 ընտանիքների հետ այդ աշխատանքը գնաց այդ ժամանակվանից սկսեց մեր կապը 20 թվականից հետո 21-ին, այնուհետև 23 թվականի բռնի տեղահանությունից հետո եւս եղավ կոնկրետ հոգեբանական ծրագիր, արդեն միայն հոգեբանական, երբ 3 հոգեբաններով մենք աշխատեցինք Արցախից բռնի տեղահանվածների հետ, մեծ մասամբ անհատական հանդիպումներ էին, բայց եղան նաեւ խմբային։ Ինչու հեռվից սկսեցի, որովհետեւ այդ 4 ամիսները սեպտեմբերից դեկտեմբեր երբ աշխատեցինք, մենք պարզեցինք, թե ինչ հոգեբանական խնդիրներ կան այսօր արցախցիների շրջանում։ Եվ երբ այս ծրագիրը հոգեբանական խնդիրներ հոգեբանական խնդիրներ հետևյալն են միջանձնային հարաբերություններում վատ հարացում, կոնֆլիկտային հարաբերություններ են հաճախ լինում, ինքնագնահատականի ցածրացում կարող է լինի, դեպրեսիվ վիճակներ է շատ լինում, վախի, անորոշության վիճակներ, եւ այդ ամենը, այդ ինֆորմացիան հավաքելով, այս երրորդ ծրագրում արդեն մենք նախապես կարողացանք ծրագիր կազմել, իմանալով հանդերձ, այսինքն հաշվի առնելով մեր նախորդ տվյալները, թե ինչպիսի խնդիրներ են լինում հոգեբանական։ Այս ծրագրում մեր հիմնական նպատակը եղել է այնպես անել, որ արցախցիների սոցիալ-հոգեբանական ներգրավումը հասարակության մեջ բարելավենք։ Եվ մի շարք խնդիրներ ենք դրել եւ այն ինչ որ նախապես մշակում եք ծրագիր։ Այո, եւ օգուտ էր հենց նախորդ ծրագիրը, որ մեզ հնարավորություն տվեց խնդիրը հենց դաշտում տեսնելու եւ այդ ծրագիրը, որ իհարկե ընթացքում որոշ փոփոխություններ լինում են, բայց ձևակերպեց մեր նպատակը եւ խնդիրների մեջ դրեցինք հուզական կայունության ձևավորում, ինքնագնահատականի բարձրացում, միջանձնային հարաբերությունների բարելավում, ռեսուրսների վերհանում, ստրեսային իրավիճակում հաղթահարման մեխանիզմների ակտիվացում։ Ձեզ համար էլ է սա լավ փորձ, ի վերջո դուք լսարանում եք դասանդում եւ ի վերջո սա լավ փորձ է, պրակտիկ։ Այո, հա, պրակտիկ դաշտում իհարկե հիանալի փորձ է, բայց մեր նպատակը մարդկանց օգնելն է, այդ տեսանկյունով եմ ես նայում։ Եվ շատ հետաքրքիր խումբ ունեցանք, туриզմի խումբը ես վարեցի, 3 հոգեբաններով ենք աշխատում 4 խմբերում։ Այս խումբը ես վարեցի, շատ հետաքրքիր էր, որ փոխվստահության մթնոլորտ միջավայր ստեղծվեց։ Մերիք հեշտ հաղթահարեցիք այս խնդիրների միջոցով հեշտ, երկար դադարից հետո տարուկես այդ Արցախի կորուստ էինք ցկում, հա։ Հետո արդեն իրանց շնորհիվ շատ շնորհակալություն եմ ուզում հայտնել Դիակոնիա բարեգործական հիմնադրամի նման նախաձեռնության համար, նոր հնարավորություններ ստեղծելու արցախցիների համար։ Իրոք դա հանեց մեզ այդ դեպրեսիայից, ճիշտ է դեռ ամբողջությամբ չենք հաղթահարել, բայց այդ ճանապարհին ենք արդեն։ Մեր հիմա կան, ասենք, ընկերներ, որոնք դեռ չեն մասնակցել որևէ ծրագրին, կան մարդիկ, որոնք դեռ ներամփոփ են եւ դեռ դուրս չեն եկել արտաքին աշխարհից։ Դուք փորձում եք նաեւ շղթայական ոգևորել նաեւ ներգրավել այո նախագծում։ Չէ՞ որ դուք ինչ որ մի քայլ արդեն արել եք եւ հաղթահարել։ Իհարկե, խորհուրդ ենք տալիս, հա։ Որտեղ այս պարագայում մենք տեսնում ենք ոչ միայն կրթական աջակցություն, այլ նաեւ հոգեբանական աջակցություն, սոցիալ հոգեբանական ինտեգրում առասարակ հասարակության։ Մարդիկ ամենաշատ իրար օգտակար կարող են։ Երբ մենք քննարկում էինք միասին, թե Արցախից տեղահանվելուց հետո ինչ դժվարություններ դուք ունեցաք եւ ինչպես հաղթահարեցիք, հաղթահարման մեջ շատերը նշում էին նոր մասնագիտություն ձեռք բերել, նոր հմտություններ ձևավորել, այո, այդ դա էլ հաղթահարման մի ձև է դժվարության։ Եվ երբ նշում էին իրենց ձեռքբերումները, նորից առաջիններից էին դրանք, որ նոր գիտելիքներ ստանալ, նոր խմբերի հաճախել։
Անուշ դուք անդադար բան եք ուզում ասել։ Չէ, ուղղակի ձեր հարցին եմ ուզում անդրադառնամ։ Մենք քանի որ երկրորդ փուլն ենք անում հարցազրույցի, շատ հաճելի է տեսնել մարդկանց, որոնց ուղղորդել են մեր նախորդ մասնակիցները, որ հարցում են ինչպես իմացաք մեր դասընթացի, օրինակ, չգիտեմ, Մելանին ողջույններ, ասում եմ, Մելանին ասել, ինքը շատ գոհ էր, ես վստահ եմ, ես էլ գոհ կլինեմ։ Հարցազրույցների ընթացքում շատ բացահայտում ենք, որ իրանք բոլորը իրար հետ կապ ունեն ու այսպես շատ հետաքրքիր համայնք է ձևավորվում, մոտ արդեն 110 հոգի այս դասընթացին դիմել է, մենք ֆիլտրել ենք, ընտրել ենք 10-12 շատ դժվար էր։ Սոցիալական կոմպոնենտը բնականաբար ու նաև այն պոտենցիալը, որ արդյոք 3 ամիս հետո մենք կկարողանանք իրեն ուղղորդել աշխատանք գտնի, որպեսզի թե մենք իր ժամանակից չգողանանք, թե դա փոխ, այո։ Եվ այստեղ կարծում ձեր շարժի ճյուղը ուժը Աննան է, նրա դրայվը օգնում է այս ամեն ինչը ավելի լավ կազմակերպել, դուք ունեք այդ յուրահատուկ դրայվը։ Փորձում եմ այդ դրայվը։ Իդեպ այդ դրայվը ինձ թվում է մենք վերցնում ենք իրարից, այսինքն հավաքվել ենք նույն տեղում ու հնարավոր չի մի մարդ ունենա անընդհատ դրայվ, այսինքն դա անընդհատ լուրջ ռեսուրսների փոխանակում է, որը մենք պետքա ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին օգտագործենք ու իդեպ այստեղ շատ հետաքրքիր մի բառ օգտագործեցիք, չգիտեմ ով, կարծեմ դուք, առարկայական, այսինքն շատ կարևոր է, որ կապ չունի մենք ինչ ենք անում, ինչ գործողություն, դասընթաց, չգիտեմ ինչ, լինենք առարկայական, մենք շատ ենք էմոցիոնալ եւ այո, խնդիրները շատ են ու անընդհատ հենց նոր խոսում էինք դժվար է ապրել միտեղ, որտեղ ամեն օր դու լսում ես, որ ինչ որ մեկը մահացել է, ու այդ ինչ որ մեկը կարող ես լինել դու, քո հարազատը եւ այլն, բայց անցումը առարկայականին շատ կարեւոր է, այսինքն գալ դեպի քեզ, կատարել առարկայական գործողություն եւ կոնկրետ քայլով, այ ինչպես աչվոտքդ առաջ կդնես, դուրս կգաս ինչ որ մի վատ բանի մեջից, օրինակ կեղտոտ տեղի մեջից առարկայական կատարել գործողություն ու դուրս գալ ու մեր մասնակիցները դա ապացուցում են այստեղ բնականաբար չեն կարող պատմել ինչ դժվարությունների մեջով են անցել այդ մարդիկ մենք դա ինքներս գիտենք բայց որ իրենք այսօր հիմա կոնկրետ մեր սիրելի ուսանողը մենք անընդհատ ուսանող աշակերտ այսպես ենք դիմում մենք հավերժ ուսանող ենք բոլորը հենց ուզում ենք լավ տրամադրությամբ գեղեցիկ արտաքինով լավ մոտիվացիայով արդեն մեզ հետ հավասար բոլորիս հետ հավասար կյանքի մեջ է, դա արդեն կոնկրետ հստակ գործողությունների արդյունք է, ինչը որ մենք մեր ծրագրերով կոչ ենք անում բոլորին։ Եվ կարծեմ դուք ունեք ամենակարևորը, այսպես կապերը մեկը մյուսի հետ, 21-րդ դարի լավագույն կապիտալը լավ ծանոթություններն են միմյանցից շփում են։ Բնականաբար։ Եվ այս բaragայում շատ ճիշտ ընտրված կապերը, այս բaragայում տուրիզմով զբաղվող մեդիագրագիտություն։ Դոնորներին Իսկ աջակցում եք ներողություն, աջակցում եք նաև ուսանողներին ուսման ավարտից հետո աշխատանքի տեղավորման հարցում։ Դա բնականաբար կատարում են մեր խմբավարները, մեր partner կազմակերպությունները, Դիակոնյան, որ ասեմ դրանով հատուկ զբաղվում ենք այդքան չէ, բայց մեր գործընկերների առաջ նաև դրված է առաջադրանք, որ իրենք զբաղվեն, իրենց կապերը տրամադրեն մասնակիցներին եւ իրենք գործնական դասերի ժամանակ բնականաբար այցեր են անում տարբեր տուրիստական կազմակերպություններ, ստանում են ինֆորմացիա եւ իրենցից էլ է կախված, արդյոք իրենք այդ կապերը կպահեն, կօգտագործեն, իրենց այդ բոլոր բանալիները տրվում է, իսկ մենք այնպիսի մանրամասնությամբ ենք ընտրել մասնակիցներին, որ ես ուղղակի համոզված եմ, որ նրանք բոլորը դեռ ասելիք ունեն։ Այս կարծես թե ճիշտ բանալիներով ճիշտ, բայց Սիրյանուշը շատ է ուղղորդում տարբեր Հարգելի գործատուներ, այս պայն Արմենիա հեռուստաընկերության ուղիղ եթերում տեսնում եք, ունենք տուրիզմի պատրաստի մասնագետ, վստահաբար նա կկատարի, դուք ինչ-որ բան ունեք հավելելու ասեք եւ ամփոփեք։ Ավելացնել Աննայի խոսքին, մեջբերում անել մասնակիցներից մեկին, ով հանդիպումների ժամանակ ասաց, որ եթե մենք այսքանի միջով անցել ենք եւ կենթանի ենք մնացել, ուրեմն մենք առաքելություն ունենք դեռևս։ Եվ համարենք, որ այն նոր մասնագիտություն սովորելը իրենց առաքելություններից մեկն է եւ հոգեբանական աշխատանքի մասով ամենակարևորը, որին մենք հասանք, է տրավմատիկ աճներ, որ ստացվեց։ Մեր դες գիտեք ինչ ենք մաղթում, որ մի օր զբաղվեք ներգնա տուրիզմով դեպի Արցախ ուղղություններով, դա կլինի պատկերացնեք ֆանտաստիկայի ժանրից։ Եկեք երազենք, ով է մեզ խանգարում եւ ով է մեզ ասել չէ երազենք ու կոնկրետ գործողություններ անենք։ Լրացնելով, այո։ Անչափ շնորհակալություն։ Ձեզ լավ արևոտ օր ինչպես դրսում է։ Մեզ բոլորից շնորհակալություն։ Հիմա կարճատև դադար, վերադառնանք ու շարունակենք։ Բարի
Բարի լույս։ Ուրախ ենք ձեզ ողջունել եւ առաջին հայացքից անսպասելի թվացող, բայց միևնույն ժամանակ շատ հետաքրքիր տարբերվող կատարմամբ ու տեսահոլովակի մասին ենք այս պահին զրուցելու։ Ֆրանսիացի հայտնի արտիստ Ժակ Բրելիչ թողնես երբեք երգի տարիներ առաջ թարգմանված ու կատարել է Լիլիթ Բլեյանը։ Իսկ այսօր բացահայտելու ենք այդ երգը նորովին նոր կատարմամբ ու նոր գործիքավորմամբ։ Մեր հյուրն է սիրված երգիչ, երգահան Միքայել Ոսկանյանը։ Բարի առավոտ Միքայել։ Ուրախ ենք ձեզ ողջունել։ Միքայելին երբ հյուրընկալում ենք, հաստատ մի նոր ամոծություն ու ինչ-որ մի լավ նոր բան լինում է։ Դե Միքայել պատմի ոնց եղավ, ոնց հենց այս երգի ընտրությունը ինչպես զարմանալի է, այո։ Ուրեմն եվրոպական մի նախաձեռնություն կա, որ ավելի շատ թարգմանչական բնույթի է եւ մրցույթ էր հայտարարել։ Ես առաջարկեցի եվրոպական որևիցե մի երգ թարգմանեմ ու կատարեմ։ Եվ այդ առաջարկը անցավ բնականաբար, հա։ Ու առաջին երգը, որ մտքիս եկավ, ասի եվրոպական որ երգ է, նմեկի տպա հարա Ժակ Բրելի չքնաղ ստեղծագործություններ, էլ ուրիշ բան չմտածեցի բան։ Իրականում նմեկի տպա հա կերգեմ բան, բայց ահավոր դժվարությամբ հասա այս գործիքավորման վերջնարդյունքին, որովհետև չի ուզում դասական իր կատարման մոտեցմամբ կատարել երգը, այլ իմ մատուցման այսինքն թարի հնչյուններ լսվելու է։ Այո, բնականաբար, հա։ Իսկ սկզբանե չէի մտածել, որ թարը կլինի անպայման թե չի լինի, բայց այսպես աշխատանքի ընթացքում պարզ դարձավ, որ հեսա պատմեմ ինչ դեր ունի նաև թարը։ Ու շատ դժվար էր այդքան հնչած, այդքան սիրված, այդքան հրաշալի կատարմամբ լսված երգը, բոլոր արտիստները, մեծագույն արտիստները կատարել են այս երգը։ Այսինքն այլ կերպ, լրիվ այլ մոտեցմամբ ներկայացնել եմ, մի 2 ամիս տևեց մինչև հասկացա ինչպես եմ ուզում երգը գործիքավորել, բայց գործիքավորեցի 1 օրում, այսպես, և ինձ շատ հարազատ այսպես թված Լիլիթ Բլեյանի թարգմանությունը, հրաշալի թարգմանություն էր, մի անգամից իմ կատարման հոգուն և հուզականության այսպես հարմար դարձավ ինքը և այլ տարբերակներ չնայեցի կրկին և ստացա են ինչ կա ինչ երաժշտական գործիքներ են, այո, երաժշտական գործիքները դասական ջազային տրիո գումարած վերջում թար, կոնտրաբաս, դաշնամուր և հարվածայիններ, ինչի հենց այդ գործիքակազմ ընտրեցի, հիմա աշխատում եմ նոր ալբոմից վրա, որ հենց այդ կազմով է և այսպես այդ ձայնը, այդ հնչողությունը մեջս էր և կարծես այլ կողմ չնայեցի և այս իրավիճակում, այո, այս իրավիճակում փորձեցի այս գործիքակազմով ստանալ այս երգի այս գործիքավորումը։ Երգը կատարել են շատերը, արդեն YouTube-ում տեղադրել ես։ Այո։ Ինչ արձագանք կա, վստահաբար, երբ որ բոլորն են կատարում, մի տեսակ արդեն ուրիշ դիսկուս է ծավալվում։ 3 տեսակի արձագանք եմ այսպես արձագանք եմ նկատել և բաժանել եմ իմ համար։ Իհարկե մեծ մասը լավ դրական արձագանքներ են և ասում են, որ հետաքրքիր մոտեցում է նորովի և թարմ ձևով երգ լսեցին, մյուսները ովքեր ավելի սիրում են բնօրինակը և այսպես նման չափի շեղումը, ոչ թե երգից, այլ մատուցման ձևից այդքան էլ հեշտ չեն ընտրում և կա երրորդ տեսակի, երբ որ երկրորդ, երրորդ անգամ են լսում և արդեն իրենց այս ձևը հարազատ է դառնում և քանի որ երգը այդպես, երգերի տեսակներ կան, որ այդպես է դյուրամարս չէ և պետք է 2 կամ 3 անգամ լսես և տեսնես նաև, որովհետև տեսահոլովակը ինքնին նաև օգնում է երգի բնույթը հասկանալուն և… Ինչպես միտքը առաջացավ տեսահոլովակ նկարանելու և ով էր ռեժիսորը։ Ասեմ տեսահոլովակի արտադրողը Օբերտոն ընկերությունն է, որի համահիմնադիրն եմ ես, պրոդյուսերը Լուսինե Ոսկանյան, ով իմ մենեջերն է երկար տարիներ և կինս։ Ոսկանյանն արդեն հասկանալի էր։
Դուք եք ստիպել ազգանունը փոխել։ Չէ, ինքս ստիպեց։ Ես թույլ տամ փոխել վերսի։ Ես թույլ տամ որ ինքը փոխի։ Հուսով եմ մենեջերը լսում է հիմա։ Եվ ռեժիսորը Անդրանիկ Բերբերյանն է, շատ տաղանդավոր, ով երգը լսեց ու միանգամից ասեց, ի սկզբանե նպատակ չի եղել երգի վրա տեսահոլովակ նկարելու, բայց Անդրանիկը եւ Լուսինեն միասին այսպես հասկացան, որ այս երգը պետք է տեսահոլովակ ունենա եւ Անդրանիկը շատ հետաքրքիր եւ լուծումներ գտավ այս երգի տեսահոլովակ պատկերելու սև սպիտակ են ասում, բայց ինչպես Անդրանիկն է ասում, սև մոխրագույն այդպես երանգներով տեսահոլովակ է, որտեղ այսպես փորձել ենք երգի պատկերի միջոցով երգի հուզականությունը ներկայացնել։ Ոսկանյան, շնորհավորում ենք Միքայել։ Շնորհավորում ենք ճաշակով, որակով, երաժշտության նորովի մատուցում, իհարկե շատ գեղեցիկ երևանյան տեսահոլովակ։ Մենք նկատեցինք թառի մասին, որ ասում եք կպատմեմ, այ հիմա մեզ ասում եք, կարող եք պատմել։ Ուրեմն երբ եկավ երրորդ տունը երգելու այս հատվածը, մի տեսակ ուզեցա նվագեմ այդ երրորդ տունը, ոչ թե երգեմ, եւ իրականում այս սոլո հատվածի իմպրովիզացիան բառեր կարդալով թառ եմ նվագել եւ այստեղ իհարկե թաքնված միտքը փորձել եմ թառի միջոցով տալ, որովհետեւ թառը իմ էությունն է եւ իմ էության արտահայտելու երևի թե գլխավոր ձևերից մեկն է եւ նաեւ քանի որ երգը փորձում եմ դարձնել ոչ թե երգ, այլ երգի կատարում է այս տեսակ դարձնել իմը եւ իմ հետ նաեւ թառն է եւ դրա համար թառը անպայման այս կատարման մեջ եղավ։ Լիլիթ Բլեյանին ուղարկել եք տեսահոլովակը։ Այո։ Եվ այո, շատ դրական այսպես արձագանք եմ ստացել։ Այս տեսակ փոփոխություն ձեր երկարվեստում էլի կտեսնեք։ Ընդհանրապես շատ եմ սիրում էքսպերիմենտներ անել, ինքս ինձ որ ասում են երբեմն ասում են ինչ ժանրում է ստեղծագործում, ես ասում եմ էքսպերիմենտ եմ անում։ Այո, որ ունեմ հիմքեր, որը իմ ազգային երաժշտությունն է, եւ իմ ազգային երաժշտությունը այնքան հնարավորություն է ինձ տալիս, որ կարողանում եմ այսպես նաև ամբողջ աշխարհի երաժշտության հետ առնչվել։ Եվ իրականում այս կատարումով այսպես փորձեցի խայծ գցել իմ մյուս այսպես ստեղծագործությունների առաջիկայում որ պետք է ներկայացնեմ համար մի քիչ այլ ժանրում, մի քիչ այլ ոճերում, ինքս նաև որպես կոմպոզիտոր ստեղծագործում եմ ֆոլկից ու թառից դուրս, հա, այսպես եւ աստիճանաբար նաև կկիսվեմ դրանցով։ Միքայել, հանճարեղ ու լավ երաժիշտները սովորաբար շնորհակալություն հայտնում իրենց տիկնանց կողակցին իրենց կողքը լինելու համար, դա ոչ միայն շարժիչ ուժ է, այստեղի պաշտոնն է նա ձեր կողքին է։ Ունեք շնորհակալական խոսք, թե այդ առումով դուք ավելի փակ եք եւ Չէ, իհարկե, միշտ եմ շնորհակալ եւ եթե չլիներ իմ կին իմ կողքին, վստահաբար ես այս արդյունքները չէի տա։ Օ, սա ձեր տիկնոջ համար այսօր արդեն լավագույն կոմպլիմենտ է։ Սիրո խոստովանություններ ինչու ոչ։ Նիկոլ, ձեզ լավ ստեղծագործություններ, նոր գաղափարներ, դրանից շահում են բարձրում են բոլորը։ Ստեղծագործեք, այո, ճաշակով երգեր տվեք մեզ եւ այսքան հետաքրքիր հյուրովի մատուցմամբ ինչու ոչ, որովհետեւ շատ հրաշալի էր ստացվել։ Եվ ինչ եք անելու այս գարնանային հրաշալի օրը, տեսել եք դրսում ինչ լավ եղանակ։ Այո։ Ինչ եք Մի անում։ քիչ կզբոսնեմ վստահաբար եւ կգնամ աշխատանքի։ Ձեզ լավ աշխատանքային օր։ Հիմա մեր եթերում նորից կարճատև դադար է, իսկ հետո Սաթենիկը այս ընթացքում որ պատրաստում էր ու պատրաստում, համարյա պատրաստ է։ Բարի լույս։ Բարի լույս, բարի առավոտ։
Դե ինչ, ձեզ ներկայացնենք արդեն շատերին հարազատ դարձած մեր գործընկերոջը Good.am-ին, որը բազմաթիվ ընկերությունների եւ ընտանիքների անբաժան մասն է դարձել իր լավագույն առաջարկներով։ Բացի այն, որ Good.am-ը բացառիկ հնարավորություն է ընձեռնել մեր հայրենակիցներին ձեռք բերել բոլորի կողմից շատ սիրված IKEA բրենդի ապրանքները, նաեւ արդեն կարող եք ձեռք բերել տնտեսական, կենցաղային եւ սպորտային ապրանքներ, որոնք ի դեպ շուկայական արժեքներից անհամեմատ ցածր են։ Good.am աչքի են գնում նաեւ հաճախորդների հետ ունեցած անմիջական կապով, սպասարկման որակով, նախքան գնումներ կատարելը ուղղակի գրեք կամ զանգահարեք եւ կստանաք տվյալ ապրանքի վերաբերյալ մանրամասն եւ սպառիչ պատասխան։ Չմոռանաք նաեւ նշել, որ ամեն շաբաթվա առաջարկի բաժնից թվով 10 ապրանք, որոնք այս պահին ձեր էկրաններին են, կարող եք ձեռք բերել ինքնարժեքով։ Good.am քո on-line հիպերմարկետը։ Բարի լույս Սաթենիկը մեր հիպերմարկետը խոհանոցային բարիս ամենաուղիղ իմաստով։ Սաթենիկ, այսօր դու պահքային ուտեստ ես մեզ մատուցելու, բարի լույս, ինչ ստացվեց այրելուց, խաշելուց, տապակելուց հետո, բարի առավոտ։ Բարի առավոտ մեկ անգամ եւս, ես մենակ առաջին անգամ ուտում եմ։ Եվ ուզում եմ ասեմ այս մեկը որ հանել էի, որպեսզի սառեր, շատ համեղ է ստացվել։ Դուք բռնացրեցիք ինձ ուտելու ընթացքում, երբ որ ես ուտում էի, համն էի ուզում հասկանալ, իդեպ հետաքրքիր կցվություն ունի։ Ես տոմատի մածուկի հետ միասին խառնեցի աջիկա։ Անայդ ուրախանում է, պարզվում է նա կծու սիրում է։ Այո, Անայդ ճիշտ հասկացա, կծու սիրում եք։ Այո, շատ։ Ինձ թվում է ճիշտ քեզ համար է, ես որքան էլ ասում եմ կծու սիրող եմ, որ մի քիչ կծու է լինում, ասում եմ, ուֆ, կծու է, նույնիսկ նայեք խոսում եմ զուգահեռ զգում եմ համի կծվությունը, բայց հավատացնում եմ էլ ավելի ախորժաբեր է լինելու եւ համեղ, սիրելի հեռուստադիտողներ, բարի լույս նրանք, ովքեր հենց նոր միացան, այսօր պահքային տեֆտելի եմ առաջարկել, սովորաբար դասական բաղադրատոմսում լինում է միս։ Բայց քանի պահքի շրջանում ենք մենք, ես առաջարկում եմ պահքային արագ պատրաստվող համեղ կերակուրներ։ Բաղադրիչները կան մեր արդեն Facebook-յան, Instagram-յան էջում բաղադրատոմսի պատրաստման ընթացքը մեր Facebook-յան էջում կա, ինչ է մնում, որպեսզի դուք մտնեք, նայեք, պատրաստեք եւ իհարկե գրեք ձեր կարծիքները, ինչը փոխեցիք, ինչը ավելացրեցիք։ Թույլ տվեք ես հիմա ուտեմ, ձեզ ասեմ հաջողություն եւ ասեմ շատ սիրում ենք ձեզ։ Հաջողություն։ Շնորհակալություն Սաթենիկ։ Մենք էլ քեզ ենք շատ սիրում, անհամբեր սպասում ենք համ տեսելու այսօր։ Իսկ այսօր բարի լույսի տաղավարը շատ մարդաշատ էր, որովհետեւ մենք ուրախ ենք հյուրընկալել տարբեր պրակտիկանտների, որոնք տարբեր համալսարաններից գալիս են այսօրվա մեր հյուրը Երևանի Պետական Համալսարանի հանրային կապերի հրաշք առաջի կուրսերեն ձեռքով արեք։ Ողջունում ենք, ուրախ ենք ձեզ հյուրընկալել Armenia TV-ում, ձեզ բարի բախտ եւ տարբեր լավ աշխատանքներ։ Իդեպ այսօր հյուրերից ոմանք ասացին, մեզ պետք են լավ հանրային կապերի մասնագետներ, ով առաջինը գրի Աննային, մեր հյուրերից մեկին, նաեւ գուցե ունենա աշխատանք։ Մի հատ նորից ձեռքով ձեզ ուրախ ենք ողջունել Armenia TV-ում։ Այսքան լավ մասնագետներ։ Պատկերացնեք տաղավարում այսքան մարդ ու այսքան լրություն։ Այո, այսքան լրություն։ Նաեւ շնորհակալություն հայտնենք ձեր դասախոսին, ձեզ այս հնարավորություն ընձեռնելու համար, որովհետեւ հաստատապ երևույթ է, չէ՞, այո, պրակտիկ շնորհակալություն դասախոսը խոշոր պլանով արդեն դրանել ենք տեսնում։ Շնորհակալություն բոլորին եւ շնորհակալություն նաեւ Armenia հեռուստատեսությանը, Armenia հեռուստատեսությունը դիտողներին, ձեզ քաջ առողջություն, ժպտացեք, լավ օր, սիրում ենք ձեզ, հաջողություն։